Բարև ձեզ, եթերում Նանե հեղինակային հաղորդաշարն է և մենք Խաչատուր Մելքումյանս և Սաթինե Մինասյանը այսօր փորձելու ենք պարզել, թե որքանով ենք մենք ուշադիր մեր առողջության նկատմամբ կամ ինչու ենք այդքան անտարբեր մեր առողջության հանդեպ։ Արցախում միշտ էլ լավ բժիշկներ են եղել, ովքեր վայելել են ազգաբնակչության հարգանքն ու վստահությունը։ Ճակատագիրը բազում փորձություններով է տարել մեր ազգը։ Պատերազմի օրերին էլ մեր բժիշկները մեր կողքին էին, զենքն ու բժշկական նշխարը ձեռքներին։ Փորձություններով է անցել նաև Հանրապետական հիվանդանոցի շենքը։ 75 տարվա կյանք, 2 պատերազմ, հայրենական եւ արցախյան, 1 շինության համար չափից շատ է։ Հիվանդանոցն այլևս չէր համապատասխանում բժշկական չափանիշներին, եւ բնական է, որ հետզհետե հիվանդները նախընտրում էին առողջական հարցերով առնվազն Հայաստան մեկնել։ Թեև մեր բժիշկները անտեսելով աշխատանքային պայմանները համառորեն շարունակում էին իրականացնել իրենց առաքելությունը։ 2013 թվականին նոր փուլ սկսվեց մեր առողջապահական ոլորտում։ Կառուցվեց Հանրապետական հիվանդանոցի նոր հիասքանչ շենքը։ Միաժամանակ կառուցվեցին, վերանորոգվեցին շրջանային հիվանդանոցներ, բուժկետեր։ Նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ եւ 75 տարվա մասնագիտական փորձ։ Այս համադրությունը անխուսափելիորեն պետք է տար իր արդյունքը։ Եվ արդյունքն արդեն իսկ ակնհայտ է՝ հարյուրավոր փրկված կյանքեր։ Երկրի գլխավոր բժշկական հաստատության գործունեությունը նոր որակ հաղորդեց Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանը, տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման գործընթացներին։ Սակայն մնաց մի բաց։ Հասարակությունը արդեն սովորել էր բուժվել Հայաստանում, ինչը ի դեպ մեծ ծախսեր եւ ժամանակի կորուստ է ենթադրում։ Ժամանակ, որը կարող է ճակատագրական դառնալ հիվանդի համար, որտեղ հայտնի է, որ հիվանդության բուժումը մեծապես կախված է վաղ ախտորոշումից։ Վերջին տարիներին հետևողական աշխատանք է տարվել առողջապահական ոլորտում, զարգացումներն ակնհայտ են։ Կարևորվել է բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածության մակարդակի հետևողական բարձրացումը, մատուցվող բժշկական ծառայությունների տեսակների ընդլայնումը, որպես առողջապահության զարգացման հիմնական ուղղություններից մեկը։ Բայց այդ ամենով հանդերձ կան չլուծված մի շատ կարևոր խնդիր՝ պետք է բարձրացնել հասարակության սեփական առողջության հանդեպ պատասխանատվության աստիճանը։ Հիվանդանոցում բժիշկները աստվածներ են, սակայն երբեմն բժիշկների մասնագիտական բարձր գիտելիքները, նվիրվածությունը գործին եւ պատրաստակամությունը բավական չեն։ Բուժման հաջողությունը մեծապես կախված է բժշկի նկատմամբ հիվանդի վստահությունից եւ հիվանդության վաղ հայտնաբերումից։ Առաջին դեպքում խնդիրներն անհիմն են, որտեղ ամեն օր մեր բժիշկները ապացուցում են, որ արժանի են վստահության, օրվա ցանկացած ժամին օգնության ձեռք մեկնելով յուրաքանչյուր հիվանդին։ Իսկ ահա հիվանդության վաղ ախտորոշման հետ մենք լուրջ խնդիրներ ունենք, որտեղ առհասարակ չենք սիրում բժշկի գնալ, մինչև այսպես ասած դանակը ոսկորին չհասնի։ Այնինչ բազմաթիվ հիվանդությունների նախնական ախտանիշները կարող են աննկատ լինել, սակայն պարզ է, որ երբ հատուկ գանգատներ չկան, մենք նույնիսկ ամաչում ենք բժշկին անհանգստացնել, եւ շատ իզուր։ Պարզելու համար, թե ինչու ենք մենք խուսափում բժշկի գնալ, մենք այցելեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն եւ զրուցեցինք փոխնախարար Կարեն Ղուկասյանի հետ։ Առողջապահության նախարարության տեսակետը պաշտոնական հետևյալն է։ Համակարգի գործունեությունը ծավալվում է երկու հիմնական ուղղությամբ։ Դա հիվանդությունների առաջինը կանխարգելում եւ երկրորդը վաղ հայտնաբերում։ Կանխարգելման առումով կարևորագույն նշանակություն տալիս ենք սանլուսավորչական աշխատանքին, դա այն միջոցառումներն են, որոնք իրականացվում են կազմակերպված կոլեկտիվներում, սկսած մանկապարտեզից, մանկապարտեզ, դպրոց, բուհ, աշխատանքային կոլեկտիվ, ինչու՞ չէ զորամաս, եւ մյուսը դա ուրեմն կանխարգելումը, ստեղ այդ կարևոր գործառույթը պատկանում է մեր առողջության առաջնային պահպանման օղակին, այսինքն տեղամասային թերապևտներին, տեղամասային մանկաբույժներին, ինչպես նաև դիսպանսերներին, կանացի կոնսուլտացիային։ Այդ օղակների հետ այս կամ այն առիթով մեր բնակիչները անպայման առնչվում են, սկսած մանկապարտեզ, դպրոց, բուհ ընդունելուց, աշխատանքի ընդունվելուց, հետո աշխատանքային գործունեության ընթացքում պարբերաբար ընթացիկ բուժզննումներ են անցնում, նախապատվաստումային բուժզննում են անցնում, նախազորակոչիկներ, զորակոչիկներն են բուժզննում անցնում, վարորդական իրավունք ստանալու համար, զենք կրելու իրավունք ստանալու համար ոստիկանության կողմից էլի նույնպես բուժզննում,
Կոնկրետ ԱԱՊ օղակը, առողջության առաջնային պահպանման օղակի ծախսերը կազմում են մեզ հատկացված բյուջեի 20%-ը։ Բարեբախտաբար արկա է պարտադիր բուժզնումը։ Երեխաներին մանկական հիվանդանոցում, ապագա մայրերին մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում, զինծառայողներին զինվորական հոսպիտալում, սպասարկման ոլորտի աշխատակիցներին, սանիտարկայանում եւ հիվանդանոցում, սակայն ցավոք սրտի հասարակության ոչ բոլոր անդամներն են ընկնում պարտադիր բուժզնման խմբերի մեջ։ Ասեմ, որ այստեղ շատ ընդունելի է մի գաղափար առաջատար, որը կիրառվում է զարգացած երկրներում, սակայն մեր եւ Հայաստանի պարագայում դեր մի քիչ վաղ է դրա մասին խոսել, ելնելով զուտ ֆինանսական պատճառներից, դա սկրինինգի գաղափարն է, երբ որ հետազոտվում է ինչ որ մի կոնկրետ դեմոգրաֆիկ խումբ, օրինակ 50-անց տղամարդիկ անկախ նրանից գանգատներ ունեն թե չէ, այսինքն ասիմպտոմատիկ պոպուլյացիան, անկախ նրանից գանգատներ ունեն թե չէ, անցնում են բուժզննում ու դա ձեռնարկում է, ասենք, պետությունը, պետական ծրագրով, դա զարգացած երկրներում դա շատ վաղուց կիրառվում է, կամ օրինակ մամոգրաֆիան, համապատասխան տարիքային խմբում կանայք, որ անցնում են, այսինքն նրանք կարող է գանգատ եւ չունենան, բայց այդ բանը անցնելուց ինչ որ մի բան հայտնաբերեն, ասենք ուռուցք կամ նախաուռուցքային վիճակ, որը լրացուցիչ ուշադրություն կպահանջի թե տվյալ անձի, թե իր նկատմամբ համապատասխան մասնագետի։ Նախ եւ առաջ պետք է հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրս հնարավոր է մի օր հիվանդանա եւ մենք պետք է անպայման դիմենք բժշկի, որովհետեւ յուրաքանչյուրիս համար առաջնային տեղում պետք է լինի մեր առողջությունը։ Սակայն գիտենք, որ այսօր մեր հասարակությունում ընդունված է դիմել բժշկի շատ ուշ կամ այն ժամանակ, երբ որ արդեն այլևս ուրիշ ելք չկա որևէ ձևով հարցը լուծելու համար։ Սրա համար իհարկե կան տարբեր պատճառներ եւ եթե փորձենք դիտարկել տարբեր ասպեկտներից, ապա պետք է ասենք, որ խնդիրները կան եւ հոգեբանական, եւ բարոյական, եւ ֆինանսական։ Եթե փորձենք տալ հոգեբանական մեկնաբանությունը, թե ինչն է պատճառը, որ անհատը խուսափում է դիմել բժշկի, ապա պետք է ասենք, որ հիմնական տեղը գրավում է վախը։ Եվ հոգեբանության մեջ սա կոչվում է իատրոֆոբիա, որը իրենից ներկայացնում է անհատը վախենում է շփվել բժշկական անձնակազմի հետ։ Ընդհանրապես մեծահասակների մոտ գերիշխում է վախը իրականությունը ընդունելու հետ։ Մարդիկ վախենում են, որ կայցելեն բժշկի, կբացահայտվի այնպիսի հիվանդություն, որը կարող է երկար ժամանակ բուժում պահանջել, որը հնարավոր է եւ անբուժելի լինի։ Ինչպես նաեւ մտածում եմ, որ հնարավոր է ինչպիսի իրավիճակի առաջ կարող են կանգնեցնել իրենց հարազատներին, բարեկամներին եւ այլն։ Սրանք շատ դժվար հաղթահարվող փուլեր են, հատկապես իրականության ընդունումը, որովհետեւ այս ժամանակ ներքին պայքար է սկսվում մարդու մոտ, ինչու պետք է հենց ինքը հիվանդանա կամ ինչու պետք է հենց այդ խնդրումը ինքը ունենա։ Այդ իսկ պատճառով այս վախերը գերիշխում են մարդկանց մոտ, սակայն կա նաև բարոյական կողմը, ինչպես գիտենք, այսօր մեր հասարակությունում կան հիվանդություններ, որոնք adekvat ձևով չեն ընդունվում հասարակության կողմից, եւ մարդիկ այդ ամոթի զգացումից չեն ցանկանում այցելել բժշկի։ Եվ գիտենք, որ լուրերն ինչքան արագ են տարածվում, այդ իսկ պատճառով փորձում են թաքցնել այդ ամենը։ Սակայն կա նաև սոցիալական կողմը։ Սրա մասին խոսելով պետք է հաշվի առնենք մեր այսօրվա պահանջները, որ յուրաքանչյուր անհատ ցանկանում է լիարժեք բավարարել եւ որի պատճառով շատ ժամանակ չեն հասցնում ժամանակ եւ գումար տրամադրել, որպեսզի զբաղվեն իրենց առողջական խնդիրներով։ Նորից ենք շեշտում, որ այդ ծառայությունների ծավալուն մասը անվճար է պետպատվերի շրջանակներում, քանի որ մեր ԱԱՊ օղակով է անցնում, այնպես որ եթե մարդ խուսափում է դրանից ելնելով ֆինանսական պատճառներից, խուսափելով ինչ որ ծախսերից, ասեմ, որ դա այդ հարցը քաղաքացու համար ֆինանսական կողմ չունի։ Պետք է հասկանանք մի բան, որ ոչ հասարակական կարծիքները, ոչ ամոթի զգացումը եւ ոչ էլ այդ վախերը երբեք մեզ այդ ժամանակը, կորցրած ժամանակը եւ մեր առողջությունը չեն վերադարձնի։
Այդ իսկ պատճառով ավելի լավ է ժամանակին դիմել բժշկի։ Իհարկե մարդն հենց այդ պահից հայտնվում է ստրեսային վիճակի մեջ, երբ որ իմանում է խնդրի մասին, բայց ավելի լավ է հետևողական լինել առողջությանը։ Եվ ինչու պետք է մտածենք, որ անպայման պետք է հիվանդ լինել կամ որևէ օրգանական խնդրեմ ունենալ ու նոր դիմել բժշկի։ Կարելի է ժամանակ առ ժամանակ կատարել այցելություններ, եթե այս գաղափարը փորձենք դաստիարակել յուրաքանչյուրս, ապա նման խնդիրների առաջ չենք կանգնի։ Մենք արցախցիներս ավանդապաշտ, հպարտ եւ մի քիչ ամաչկոտ ազգ ենք։ Իրոք, մենք երբեմն ուղղակի ամաչում ենք խոսել մեր ցավերի մասին։ Նույնիսկ եթե դիմացինը բժիշկ է եւ նրա գործն է մեր ցավերի մասին իմանալը։ Համարում ենք, որ այդպիսի բաների մասին միայն հարազատների հետ է կարելի կիսվել։ Բարեբախտաբար այստեղ մեզ օգնության են գալիս մեր իսկ ավանդույթները։ Ավանդույթներ, հա, որ ընտանիքը ունի իր բժիշկը, դա ոչ պաշտոնական երևույթ է, ուղղակի պատմական այդպես է ստացվել, մեր ավանդույթները, մեր կուլտուրան եւ այլը, ասենք մի ընտանիք, մի գերդաստան, մի ազգ մի մարդու մոտ է բուժվում, կամ այդ մարդուց է խորհուրդ հարցնում, ասենք նույնիսկ եթե իր պրոֆիլով չի խնդրեմը, այդ մարդուց է ուղղություն ուզում, էլի ուղղություն հարցնում, թե ում դիմեմ։ Երևի այդ ինստիտուտն է պետք օգտագործել, ու ինչպես նաև բոլոր այլ միջոցները, օպցիաները, այսպես ասած, որոնք կիրառվում են մնացած այլ աշխարհում։ Ուղղակի մեր առանձնահատկությունը դա է, որ մեր Ղարաբաղում ընտանիքը ունի իր դա չի կարելի համարել ընտանեկան բժիշկ, դա ուրիշ պաշտոնական հասկացողություն է։ Մեզ մոտ ընտանիքը ունի համապատասխան բժիշկ, ում հետ այդ ընտանիքը կիսվում է իր առողջական հարցերով, կոնսուլտացիաների է դիմում, ուղղություն է խնդրում, հարկ եղած դեպքում դիմում եւ այլն։ Ցավոք սրտի այսօր մենք հեռանում ենք մեր արմատներից, մեր բարի ավանդույթներից։ Մոռանում ենք, որ Արցախցու երկարակեցության գաղտնիքը Արցախն է, իր բնության բարիքներով։ Սնվում ենք օտարածին սնունդով, հանգստանում օտարափերում, մոռանում առողջ ապրելակերպի մասին եւ մեր հիվանդությունների պատճառները փնտրում բժիշկների մեջ։ Մեր բուժաշխատողների անելիքը դա, ասենք, քարոզչությունն է, սանլուսավորչական աշխատանքն է, ասենք, որ կազմակերպված կոլեկտիվներում կամ էլ եթե ոչ կոլեկտիվներում, ասենց զրույցերում անհատական ինչ-որ հանդիպումների ժամանակ թե անձնական օրինակով, թե ասենք պրոպագանդայով համապատասխան օրինակ ծառայել ու քարոզել ընդդեմ վատ սովորությունների, ճիշտ ապրելակերպի, դիետիկ համապատասխան ճիշտ սովորությունների, սանլուսավորչական աշխատանքներին կազմակերպված կոլեկտիվներում, որոնց մասին ես ասեցի, գոյություն ունեն համատեղ ծրագրեր, որոնք իրականացվում են Պաշտպանության բանակի, կրթության նախարարության, մշակույթի նախարարության հետ համատեղ ծրագրեր են, որոնց շրջանակներում մենք հանդիպում ենք համապատասխան կոլեկտիվների խմբերի հետ եւ իրականացնում մեր մասնագետների ուժերով իրականացնում առողջ ապրելակերպի քարոզչություն։ Աշխարհում առողջապահական ոլորտում տարբեր մոդելներ են կիրառվում։ Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում իր մոդելը կախված հնարավորություններից եւ խնդիրներից, բայց մի բանն անփոփոխ է, ինչ մոդել էլ ընտրելու լինենք, նպատակը մեկն է՝ ազգաբնակչության առողջությունը։ Առողջ է համարվում այն մարդը, ով առանձնանում է հորմոնալ զարգացմամբ եւ լավ հարմարված է շրջակա ֆիզիկական եւ սոցիալական միջավայրին։ Հիվանդությունների բացակայությունը դեռ առողջություն չէ, այլ պարզապես դրական մի բան կյանքի կողմից տրվող պարտականությունները հաճույքով կատարելու համար։ Հիշեցնենք առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդունած բնորոշումը։ Առողջությունը ֆիզիկական, հոգևոր եւ սոցիալական կատարյալ բարեկեցության վիճակ է, այլ ոչ միայն հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների բացակայություն։ Գիտնականների մեծամասնության կարծիքով մարդու առողջության 50%-ը կախված է ապրելակերպից։ Հետևաբար մեր առողջությունը եւ առողջ ապրելակերպը եւ բնակության բարենպաստ միջավայր եւ նպատակահարմար սնունդ եւ արդյունավետ դեմոգրաֆիկ քաղաքականություն։ Առողջության որպես բազմաբաղադրիչ երևույթ ճիշտ ընկալումը իհարկե կախված է մարդու ընդհանուր կրթությունից եւ գիտելիքներից։ Դժբախտաբար, քանի դեռ առողջ են, երիտասարդները չեն ձգտում պահել ու ամրապնդել առողջությունը։ Միայն հետո կորցնելով այն սկսում են զգալ դրա պահանջը։ Այստեղ հարկավոր է նշել, որ յուրաքանչյուր կրթված մարդ պետք է եթե ոչ մանրամասն, ապա գոնե ընդհանուր պատկերացում ունենա իր օրգանիզմի,
տարբեր օրգանների եւ համակարգերի կառուցվածքի ու գործունեության, իր անհատականության, հոգեկան առանձնահատկության, իր դրության բարելավման միջոցների ու մեթոդների, իր ֆիզիկական ու մտավոր աշխատունակության մասին։ Մարդ իր կյանքի առաջին 25 տարին հաճախ չգիտակցելով անում է ամեն ինչ առողջությունը փչացնելու համար ու հետո ողջ կյանքում փորձում վերականգնել կորցրած առողջությունը, ինչը բնական է ոչ միշտ է հաջողվում։ Ներկայումս բնակչության առողջության մակարդակը դիտվում է որպես քաղաքակիրթ հասարակության զարգացվածության դեմոգրաֆիկ մակարդակի ցուցանիշ։ Շատ կարևոր են ծնելիության ու մահացության, կյանքի տևողության, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդությունների, սննդային հյուծվածության եւ այլ ցուցանիշները։ Հայաստանում եւ Արցախում առողջության պահպանման հարցը քաղաքացիների կողմից բավարար ուշադրության չի արժանանում։ Այդ իսկ պատճառով նկատվում է բազմաթիվ հիվանդությունների երիտասարդացում։ Հասարակության մեջ առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունք սերմանելն այսօր անհրաժեշտ է, քանի որ ինչպես գիտենք, հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ եւ մատչելի է, քան բուժելը։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ոք պետք է իրազեկ լինի առողջության ձևավորման, պահպանման եւ ամրապնդման հարցերում հիմնական ձեռքբերումներին։ Բժշկությունն այս ուղղությամբ մեծ հաջողությունների է հասել, դարեր շարունակ զբաղվելով առողջության պահպանման եւ հիվանդությունների բուժման խնդիրներով։ Բայց այսօր մեզ մոտ բժշկությունը միայն բուժում է հիվանդությունները, այլ ոչ ժողովրդի մեջ ձևավորում առողջության եւ առողջ ապրելակերպի դրույթներ։ Մեր պետությունը սոցիալական պետություն է։ Նախնական առաջնային բուժումը անվճար է։ Պետք է պատասխանատվությամբ վերաբերել սեփական առողջությանը։ Պետք է կանխարգելել առողջական խնդիրները մինչև դրանց ի հայտ գալը։ Կանխարգելման ամենաարդյունավետ տարբերակներից մեկը առողջության ապահովագրությունն է, որի շրջանակներում քաղաքացիներին հնարավորություն է տրվում անցնել բուժզննում եւ գտնվել բժշկի հսկողության ներքո։ Առողջ լինելը երջանիկ լինելու կարևոր նախադրյալներից է, սակայն հիվանդությունները երբեմն անխուսափելի են եւ առաջ են բերում չնախատեսված ծախսեր, իսկ որոշ հիվանդություններ զարգանում կամ բարդանում են ոչ ժամանակին հայտնաբերվելու, համապատասխան կանխարգելիչ բուժում չանցնելու եւ այլ պատճառներով, ինչը ոչ միշտ է ֆինանսական միջոցների սակավության կամ բացակայության հետևանք, հաճախ նաեւ ուղղակի անտարբերության արդյունք է։ Առողջության ապահովագրությունն էլ հենց նախատեսված է առողջական խնդիրներ ունենալու պարագայում բժշկական եւ այլ ծառայությունների ծախսերը հատուցելու, հաճախորդներին ժամանակին եւ արագ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Իհարկե, առողջության պարտադիր ապահովագրությունն իրականում թանկ երևույթ է։ Երկիրը պետք է սոցիալ-տնտեսական բարձր զարգացածության աստիճան ունենա, բարձր աշխատավարձեր եւ այլն։ Անկախ ամեն ինչից ապահովագրված է մեր առողջությունը, թե ոչ մի բան անվիճելի է։ Մեր առողջությունն անգին կապիտալ է, որը ներդրում եւ հետեւողական վերաբերմունք է պահանջում, սնանկացումից խուսափելու համար։ Առողջության հիմքը առողջ ապրելակերպն է։ Բայց խոստովանենք, որ քչերս ենք առողջ ապրելակերպ վարում, այնինչ նույնիսկ կանոնավոր առավոտյան թեթև վազքը, հեծանիվ քշելը կամ ուղակի լողը դրական արդյունքին երկար սպասել չեն տա։ Իհարկե պետք է չմոռանալ նաև վնասակար սովորություններից զերծ մնալու, ճիշտ սննդակարգի եւ օրվա ռեժիմի մասին։ Ասեմ, որ մեր հասարակության մեջ կան առողջ ապրելակերպին հետևող, սպորտը սիրող ոչ միայն երեխաներ, անհատներ, այլև ամբողջ ընտանիքներ։ Արդեն մի քանի տարի Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո Հայաստանում եւ Արցախում կազմակերպվում է մարզական ընտանիք մրցաշարը։ Արցախի մարզասեր ընտանիքները բավականին լուրջ հաջողություններ են արձանագրում։ Քանի որ ես ինքը սպորտով զբաղվում եմ, միջև հիմա սպորտի մեջ է, այս լավագույն մարզական ընտանիք միջոցառումը 5-րդ տարին է, որ մասնակցում ենք, 3-րդ անգամ ընկնում ենք եզրափակիչ փուլ, որը ամսի 18-ից 23-ը տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում քաղաք Ծաղկաձորում։ Երեխաս էլ սեղանի թենիսով զբաղվում է, կինս էլ նայում է, որ մենք սա սպորտի մեջ է, ինքները մեզ հետ մասնակցում է տարբեր միջոցառումների։ Ես լավագույն մարզական ընտանիք է, չգիտեմ, մարզադաշտում որևէ ուրիշ մարզաձևերից եթե լինում է, ելի մենք մեր ընտանիքով մասնակցում ենք այդ մրցումներին։ Սպորտը ինձ համար շատ մեծ եւ կարեւոր տեղ ունի իմ կյանքում, քանի որ ես անձամբ 7 տարեկանից պարապվել եմ պրոֆեսիոնալ սպորտով, անձամբ եղել եմ ֆուտբոլիստ, խաղացել եմ Հայաստանի բարձրագույն խմբում, Ռուսաստանում, արտասահմանում։ Հիմա էլ շարունակում եմ որպես մրցավար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարներից։ Մարզադաշտում վազում ենք, պարապվում ենք ընտանիքով։ Ես հաճախում եմ սեղանի թենիս, արդեն 4 տարի է։ Ես շատ եմ ուրախանում, որ լինում են լավագույն մարզական ընտանիքը։ Ինձ համար շատ հաճելի է լինում։ Շատ
ուրախալի օրեր եմ անցկացնում այդ 3 օրերը։ Երբ որ հաղթում եմ, ես շատ եմ ուրախանում։ Փոքրացած շատ եմ սիրել սպորտը, բայց չեմ զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով։ Մեծանալով, ընտանիք ունենալով, ամուսինս որ սպորտով զբաղվում է, ես էլ մեծ հաճույքով իրենց հետ զբաղվում եմ ու մեծ ստիմուլ է ինձ տալիս։ Ամենակարևորը ինձ համար հաղթանակն է, մասնակցելը ու հաղթելը։ Մեր ընտանիքը սպորտային ընտանիք է։ Ես էլ եմ պարապել սպորտով, կինս էլ, երեխաներս էլ նույնպես պարապվում են սպորտով։ Հիմնականում մենք մասնակցելով առողջ ապրելակերպի այս միջոցառմանը, լավագույն մարզական ընտանիք միջոցառմանը, մեր ընտանիքը մասնակցում է 2008 թվականից։ Եվ միշտ էլ գրավելով առաջին տեղը հանրապետական մրցույթում, մենք մասնակցել ենք եզրափակիչ մրցույթին։ Եվ կարող եմ ասել, որ 2011 թվականին մեր ընտանիքը մասնակցելով այս մրցույթին, եզրափակիչ փուլում Ծաղկաձորում մեր ընտանիքը գրավել է 7-րդ մրցանակային տեղը եւ մի ձևում ցած տեղից մրցաձևում նույնպես գրավել առաջին մրցանակային տեղ։ Սպորտը մեր ընտանիքում առողջության գրավական է, այսպես կարամ ասեմ, ունենալով առողջ ընտանիք, առողջ երեխաներ, կունենանք առողջ պետություն, կունենանք այն, ինչ որ մեզ պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Իմ նախընտրած սպորտը թեթև ատլետիկան է։ Ես դեռ վերջերս եմ վերադարձել Հայաստանի պատանիների առաջնությունից եւ այնտեղ 2 վազքատարածությունում գրավել եմ մրցանակային տեղեր։ Առաջին վազքատարածությունը 100 մետրն է, գրավել եմ 3-րդ տեղը, իսկ 200 մետրը 2-րդ տեղը։ Ես նաեւ հաճախել եմ վոլեյբոլի դասընթացների մայրիկիս մոտ, սակայն ես ավելի շատ նախընտրեցի թեթև ատլետիկան։ Իմ ընկերները նույնպես ինձ հետ գալիս են վազելու, որպեսզի նույնպես առողջ ապրելակերպ արեն։ Սպորտը առողջության գրավականն է, դեռ մանկուց զբաղվել եմ սպորտով, վոլեյբոլ մարզաձևով, խաղացել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմում, այսօր էլ մարզում եմ երեխաներ, մարզադպրոցում մարզիչ եմ աշխատում ու իմ մարզաձևս ուզում եմ զարգացնել Լեռնային Ղարաբաղում եւ ունենք բավականին հաջողություններ օգտվելով առիթից վերջերս եկանք Հայաստանի Հանրապետության առաջնությունից 2001-2002 թվականներին ուրեմն աղջիկները գրավեցին 2-րդ մրցանակային տեղը։ Մենք միշտ ընտանիքով զբաղվում ենք սպորտով, առավոտները մարզադաշտում միշտ վազում ենք, բոլորին էլ պրոպագանդում ենք, որպեսզի զբաղվեն սպորտով, ունենանք առողջ հասարակություն։ Բայց այս ամենով մեր մարզական առօրյան չի սահմանափակվում։ Վերջին տարիներին տարբեր մարզաձևերում արցախցի պատանիներն ու երիտասարդները աշխարհի եւ Եվրոպայի մրցաշարերում նվաճել են տարբեր մրցանակային տեղեր։ Ընդհանուր սպորտը Արցախում այս վերջին տարիներին բավականին մեծ զարգացում է ապրել։ Եթե մեր տվյալներով վերցնենք, արդեն Արցախում գործում է 251 խումբ, մոտ 3000-ին մոտիկ աշակերտներով եւ դա եթե վերցնենք տոկոսային հարաբերություններով դեռ էլի տեղ ունենք ավելացնելու, քանի որ սպորտը դա բոլոր ժողովուրդների մեջ դա եւ առողջության գրավական է եւ մարդու հաջողության գրավական է։ Սպորտը մարդու մեջ նոր բնավորություն է ստեղծում, մարդը օժտվում է կամային հատկություններով։ Սպորտը եւ ֆիզկուլտուրան պիտի ավելի շատ մասսայականություն ստանա որպես առողջ ապրելակերպ, քան պրոֆեսիոնալ սպորտ, քանի որ ինչքան էլ ուզենք ամբողջ բնակչությունը չի կարող դառնալ պրոֆեսիոնալ սպորտներ։ Ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը մեր բնակչության համար, մանավանդ տղա երեխաների համար մեծ ներուժ է տալիս, քանի որ մեր տղա երեխաները պիտի բանակում ծառայեն եւ դա արդեն պատրաստ տղաներ են, որոնք մեր բանակին անհրաժեշտ են։ Բավականին մեծ նվաճումներից հետո ես նկատել եմ, որ տարբեր դահլիճներում երեխաների քանակը ավելի է շատանում։ Դա գալիս է նրանից, որ տվյալ դահլիճում օրինակ պարապում է մեկը աշխարհի չեմպիոն, մյուսը Եվրոպայի չեմպիոն կամ այլ մրցանակակիր, դրանց օրինակով մնացած երեխաներն են ուզում հասնել այդ նվաճումներին։ 2019 թվականին կայանալիք համահայկական խաղերը անցնելու է ամբողջ Արցախում եւ դա էլի մեծ խթան է հանդիսանալու նոր մարզադահլիճներ, մարզահամալիրներ, նոր մարզադաշտեր կառուցելու համար։
Կարծես այս ոլորտում մեր ուժերի ներածի չափով բավականին լուրջ աշխատանք է կատարվում, սակայն պետք է գիտակցենք, որ անելիքները դեռ շատ են եւ հետեւողական աշխատանք են պահանջում ցանկալի արդյունքին հասնելու համար, այն է հասարակության առողջությունը։ Առաջարկում եմ թեման շարունակել մեր հյուրերի։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, բժիշկ անեստեզիոլոգ ռեանիմատոլոգ Արարատ Օհանջանյանի եւ իր տիկնոջ, մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի բժիշկ նեոնատոլոգ Աիդա Օհանջանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Այսօր բնականաբար խոսելու ենք առողջությունից եւ ուզում ենք հասկանալ, թե ինչու ենք մենք այդքան անտարբեր մեր սեփական առողջության հանդեպ։ Ինչու են մարդիկ խուսափում բժշկի գնալուց։ Բժշկի գնալու կամ չգնալու գնալը կախված է ավելի շատ այսօրվա դրությամբ ինձ թվում ավելի շատ սոցիալական ծանր վիճակն է մարդկանց եւ ոչ տեղեկացված լինելը։ Այսինքն հեռուստատեսությունը երևի թե իր դերը ունի դրանում եւ կարող է ավելի շատ մեծ դեր ունենալ, եթե մարդիկ տեղեկացված լինեն այսօրվա դրությամբ մենակ հեռուստատեսություն եւ ռադիո, որպեսզի մարդիկ դիմի հիվանդանոց, այսինքն ինքը պիտի իմանա մոտորապես իրեն ինչ բողոքներ ունի ու արդյոք պետք է դիմել հիվանդանոց թե չէ։ Թե չէ մեր մարդիկ մեկը հարևանից է հարցնում, մեկը այն կողքի ընկերոջից է հարցնում, ասում հայ մոտ էլ եղել, տես մի բան դե անցել է ոչինչ կլինի։ Մենք հիմնականում բայց ինքնաբուժությամբ ենք զբաղվում, բայց հաղորդումների մյուս բացասական կողմն էլ այն չէ, օրինակ նույն ռուսական ալիքներով ամեն օր ինչ որ հիվանդության մասին են խոսում, բոլորս դարձել ենք բժիշկ, ամեն ինչ գիտենք։ Բոլորս դարձել ենք բժիշկ, բայց առանց բժշկի, առանց մասնագետի կոնսուլտացիայի մենք ընդհանրապես իրավունք չունենք դեղեր գնել ու օգտագործել։ Այդ եմ ուզում ասել, վնասում ենք։ Ես ընդհանրապես մի տվյալ ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ հաշվում է զարգացած կապիտալիստական երկրներից մեկը, տարեկան ոչ ճիշտ նշանակումների համար, ոչ ճիշտ դեղերի ընդունման համար, տարեկան 1.5 միլիոն մարդ համահանում։ Բայց տեսեք, նախնական այդ բուժզննումները մեր երկրում անվճար է, ասենք սոցիալական հարցի հետ կապված չի, էլի ալարում ենք գնանք։ Авиценна говорил, есть болезнь, есть врач и есть пациент. И когда двое из них объединяются, то третьему делать нечего. То есть если больной объединяется с болезнью, минуя врача, ничего хорошего из этого не выйдет. И в то же время, если пациент объединяется с врачом против болезни, то уже, конечно, будет результат. Այդ տեսեք մենք ասում ենք, որ հիմնականը սոցիալական պատճառներն են։ Նաև ֆինանսներից ելնելով շատ անգամ ասում ենք, դե հիմա փող չկա, հարմար պահ չի, ոչինչ հետո կգնամ, բայց երբ որ արդեն հիվանդանում ենք ու խնդիրը լրջանում է, պատրաստ ենք ցանկացած գումար ծախսել մեր առողջություն վերականգնելու համար։ Վաճառել, բայց վերականգնել հարազատի առողջություն, բայց եթե մենք նախնապես գոնե այդ գումարի չնչին մասը ծախսենք մեր առողջության վրա, խնդրի առաջ գուցե եւ չկանգնենք։ Ես մի հատ խոսք եկա, չի ասում մարդը իր կյանքի կեսը առողջություն փչացնում է ու երկրորդ կեսը մտածում է առողջությունը ոնց վերականգնի, բայց չի ստացվում։ Կյանքը բոլոր դեպքերում ամենաթանկն է։ Ու ոչ բոլոր դեպքերում ստացվում է դա վերականգնել։ Բոլոր դեպքերում պրոֆիլակտիկա մի քանի անգամ էժան են նստում, քան բուն հիվանդության բուժումը։ Իսկ գուցե հենց հոգեբանական խնդիր ունենք, պետք է այդ կուլտուրան ձևավորվի, մշակույթը ձևավորվի մեզ մոտ։ Օրինակ կարող եմ ես առողջ մարդ գալ բժշկի ասել, բժիշկ, տեսեք ինձ հետ ամեն ինչ նորմալ է, չեն ծիծաղա ինձ վրա, կամ հարևանին ասեմ, գիտես այսօր որոշել եմ գնամ, տեսնեմ ամեն ինչ նորմալ է ինձ մոտ։ Չի ասի, եթե ոչ մի տեղը չի ցավում։ Մենք ամաչում ենք այդպիսի դեպքերում բժշկի դիմել։ Я думаю, это будет правильно даже։ Դրա համար պետություններ կան, օրինակ, եւ կանանց եւ տղամարդկանց պարտադրում են, այսինքն կանանց պարտադրում են, որ անպայման տարեկան 2 անգամ գինեկոլոգի այս պիտի լինի, ստուգումներ պիտի լինի, անալիզներ պիտի տրվի, ու նույնն էլ տղամարդկանց ստամոքս պիտի ստուգվի, աղիքները պիտի ստուգվի, նույն Իսրայելում եւ նույն Ճապոնիայում ստամոքսի քաղցկեղ դիագնոզ չկա։ Իրենք են նախնական փուլում հայտնաբերում են ու միանգամից այդ բուժումը։ Կամ արգանդի ոզիկի քաղցկեղ չկա, դες դիագնոզ չկա իրենց պետություններում։ Որովհետև տարեկան 2 անգամ հետազոտվում են, հետազոտության հետևանքով այն նախնական փուլում հայտնաբերում է հիվանդությունը ու նախնական փուլում բուժում է այդ հիվանդությունները բոլորը բուժումը։ Ճիշտ է, պետությունը տրավարան փող է ծախսում, բայց մեկ էլ եմ ասում, պրոֆիլակտիկան ավելի էժան է բոլոր դեպքերում, քան բուն հիվանդության բուժումը։ Մի հատ օնկոլոգիական հիվանդի բուժումը, մի հատ քիմիոթերապիայի բուժումը, թերապիայի բուժումը կարող մի քանի միլիոնից հասնել, չգիտեմ, մինչև տասնյակ հազարավոր դոլարների։ Իսկ մի հատ
Երկու անգամ այդ նույն հետազոտությունը, որ անցնում է տարեկան հետազոտությունը, որ անցնում է, ընդհանուր կոպեկներ է պետության վրա նստում։ Թվականակով շատ չենք։ Մեր հարցերը հեշտ է լուծել։ Մենք չենք ու կարանք մեկ ծրագրեր մշակենք, պետության կողմից էլ կարանք ծրագրեր մշակենք, ու այդ ծրագրերը եթե նույնիսկ Երևան չկա, Հայաստանի Հանրապետությունում այդ ծրագրերը եթե չկա, մենք ի վիճակի ենք այդ Ղարաբաղի Հանրապետությունում կիրառելու դրանք կիրառելու։ Գյուղական շրջաններում ապրող մարդիկ։ Եկեք ինձ սեզոնային են ապրում էլի, հացահատիկը վերջացնենք, հավաքենք, հետո գնանք հիվանդանոց։ Խաղող հավաքենք, հետո գնանք հիվանդանոց, բոստանից բանից բարձրանք, հետո գնանք հիվանդանոց։ Մի խոսքով ձմռանը։ Հա, մի խոսքով ձմռանը գալիս է բանից։ Նոր տարին էլ անցնի հետո մի քիչ կարգավորվեն։ Հա, նոր տարին էլ անցնի, հա։ Հետո գալիս է արդեն ուշացած։ Ահագին էլ հրաբժշկի վրա մոնաթանամ խիղ, ասենց։ Այո, պատճառները փնտրում ենք բժիշկների։ Պատճառները հաշվի տանում բժշկի։ Ինչու ասում եք բժշկություն չունենք։ Հա։ Իսկ ինչ անենք որպես այդ ճիշտ մշակույթը ձևավորվի եւ մեր պետությունում եւ Мне кажется, հասարակությունում։ это надо еще со школы как-то пропагандировать. Есть в школах предмет здоровый образ жизни. Ввести более его так, чтобы наши дети понимали. Подростки, в частности, надо, вот смотришь вокруг, очень много курящих подростков у нас. И причем у них это как фаза становления, что ли, личности. Они не понимают, какой урон наносит своему здоровью, своему растущему организму. Տղայական էլի մեկը ծխում այս մեկը։ Բայց բժիշկներն էլ են շատերը ծխում, մի քիչ չեն համոզում, չէ, արդեն այն բժիշկը, որ ասում է ծխել է վնաս է, բայց ինքը ծխում է, չի համոզում ախր։ Դժվար թե այդ բժիշկի ասած խոսքին դու հավատա։ Բժիշկները առողջ ապրելակերպով ապրում են։ Երևի թե չէ։ Потому что сама профессия как-то накладывает. Сама профессия как-то накладывает, потому что бессонные ночи, там, где бессонные ночи, там невозможно здоровый образ жизни вести. Бессонные ночи, частые дежурства, стрессы, связанные с больными. Часто у нас врачи даже элементарно пообедать нет времени. Просто для себя. Чисто для себя у врачей очень редко бывает время. Но они могут научить этому других. Այսինքն դա կարևոր չէ, էլի բժիշկը ինչ ապրելակերպ է վարում, Շատ կարևոր է. И очень в больших ведущих клиниках есть, конечно же, все условия для того, чтобы врачи и вовремя приняли пищу, и могли отдохнуть, и тут же принять душ после дежурства. Элементарно есть спортивный зал, где можно тому же врачу немножко привести себя в форму, какие-то нагрузки, да, но у нас нет таких условий, конечно, мы имеем то, что имеем. Բայց արդյունքում ունենք լավ բժիշկներ։ Մենք հիմա փաստորեն միայն հիվանդությունն ենք բուժում, արդեն ակնհայտ է հիվանդը, պետք է խնդիրը լուծենք։ Հիմա ինչ պետք է անենք, որ հաջորդ փուլերին էլ անցնենք։ Այսինքն հիվանդությունները նախնական փուլում հայտնաբերել ու բուժել։ Դա էլի առողջապահական ոլորտի խնդիր է, թե հասարակական խնդիր է, դպրոց եւ այլն։ Դպրոցը էլի սկսում է, բայց դպրոցում կա այն նույն քույրը նստած է, այդ նախնական этаպում այդ քույրերը կարողանում են հայտնաբերել հիվանդության նշաններին, կարողանում հայտնաբերել, դիմել, այսինքն երեխաներին ուղարկել մանկաբույժի մոտ կամ եթե ասում ենք Հայաստանի Հանրապետությունում ներդրված այդ ընտանեկան բժշկի գաղափարը, որ ներդրված է, գաղափարը կա, բայց ցավոք սրտի միայն գաղափար է, հա։ Կարծես Արցախում էլի իրար ճանաչում ենք շատերս, յուրաքանչյուրս մի ծանոթ բժիշկ ունի, գոնե կզանգի կհարցնի բժիշկ ջան, այսպեսի խնդիր կա ու ինքը ասի դե գնա հիվանդանոց, առնվազն, էլի։ Հիմա մեզ մոտ այդ մշակույթը ոնց պետք է Չէ՞ որ ասենք Արցախում այդ ավանդույթը կար, միշտ էլ մի գերդաստան բուժում էր մի բժշկի մոտ, վստահում են այդ բժշկին, ամեն հարցով դիմում են եւ նույնիսկ եթե իր ոլորտը չներ, բժշկի ոլորտը չէ, գոնե կողորթեր թե որտեղ պետք է դիմել եւ ինչ պետք է անել։ Կար այդ ցավոք սրտի էդի միջև, ասում եմ, միջև 90-ականները կար այդ տենդենսիան կար։ 90-ականներից հետո գիտեք բժշկությունը շատ շուտ է զարգանում։ Ընդամենը 10 տարվա ընթացքում նույն պաթոլոգիային, նույն հիվանդությանը սկսում են այնքան տարբեր տեսանկյուններից նայել արդեն, որ այդ 10 տարի առաջ բուժումը այսօր կարող է ընդհանրապես անընդունել լինի։ Բայց չէ՞ որ բժիշկներն էլ նույն տեղը չեն կանգնում, ինչքան բժշկությունը զարգանում է, բժիշկները նույնպես զարգանում են։ Գիտեք 70 տարեկան բժիշկը եւ 25 տարեկան բժիշկը զարգանալու նույն ընդունակություններ ունեն։ Բայց այդ դեպքում գերդաստանի 70-ամյա բժիշկը կարող խորհուրդ ասի, գիտեք, ես արդեն այն չեմ, բայց տղաս լավ բժիշկ է, տղայիս մոտ գնացեք։ Այսօր կարելի է ասել, որ համաշխարհային տեսանկյունից էլի
որ բժշկության համար գրեթե անհնար ոչինչ չկա, եթե քաղցկեղի հարցն էլ լուծվեր, Քաղցկեղի հարցն էլ ասում եմ, եթե առաջին ստադիայում ցանկացած համար է դիպի քաղցկեղ, առաջին ստադիայում բուժման ենթակա է։ Մենք էլ Ղարաբաղ կարող ենք ի վիճակի ենք տղամարդկանց եւ այդ նույն կոլոնոսկոպիան եւ նույն գաստրոսկոպիան անել եւ մամոգրաֆիան կանանց մոտ կարող ենք անել եւ արգանդի վզիկի կոնսուլտացիաներ գինեկոլոգի մոտ կարող ենք նայել նախորոք եւ նա սկրինինգային ծրագրեր կան, որ կարելի է ընդունել ու հավատացեք, որ հնարավոր է։ Դա օրենսդրորեն պետք է անենք, ինչ պետք է անենք։ Երևի թե օրենսդրորեն էլ է պետք ու ֆինանսական միջոցներ էլ է դրա համար պետք, բայց ասում եմ ֆինանսական շատ միջոցներ չի դրա համար պետք էլի։ Մեր հասարակության մեջ երեխաներին պարտադիր հսկում են մանկական հիվանդանոցներին, հղի կանանց պարտադիր հսկում են մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում, զինծառայողներին հսկում են պարտադիր է։ Սպասարկման ոլորտի աշխատողները պարտադիր 6 ամիսը մեկ սանիտարական գրքույկ ձեռք բերելու համար նորից եւ սանիպետկանյանով եւ հիվանդանոցով ասում են, այսինքն շատ փոքր խավ է մնում, որը պարտադիր չէ, որ գնա բժշկի։ Այն նրանց հարցը պետք է լուծվի։ Ասենք եթե ես պարտադիր չէ, որ գնամ բժշկի, գուցե իմ հիմնարկը համագործակցի առողջապահության ոլորտի հետ ինչ որ ձևով դա կարելի է պարտադրել մարդկանց, որպեսզի քիչ հիվանդություններ ունենան։ Դեր խաղար, օրինակ կորպորատիվ փաթեթներ կան առողջապահական, էլի արդեն որոշ հիմնարկներ նաև այդ կորպորատիվ փաթեթներից են В советское время же был профосмотр на крупных заводах, фабриках, тех же учителей вводили на профосмотр, профилактический осмотр, там и проводились и анализы, и флюорография обязательно была включена в состав, даже передвижные флюорографические машины были, которые приезжали на предприятия и осматривали. Այսօր ամենամեծ մահացությունը սիրտանոթային հիվանդություններն են, սիրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, դրանք են ամենամեծ մահացությունը։ Ու այդ հիվանդները, որոնք գտնում են անմիջապես հսկողության տակ են գտնում, նույն սրտաբանի եւ էնդոկրինոլոգի հսկողության տակ են գտնում։ Այսինքն ոնց ամիսը մի անգամ, ամիսը երկու անգամ, ամիսը 3 անգամ հիվանդը պիտի ներկայանա բժշկի մոտ։ Դեղերը նշանակում են, դեղատոմսը տալիս է ձեռը։ Ես ասեմ, դեղամիջոցները համարյա 90% պիտի տալիս է։ Այսինքն մնում է, որպեսզի այդ հիվանդները ամեն օր իրենց դեղերը ընդհանրապես խմեն։ Հետևողական լինեն։ Հետևողական լինեն։ Բայց գիտեք մեր մոտ ոնց է։ Հիվանդին ասում ես ճնշումը 200 կամ 240-ով 120 օրինակ։ Այս դեղը անպայման պիտի խմես։ Գիտեք ոնց է, մեկ հիվանդին վախացնում ես, ասում ես որ չխմես մեռնելու ես, բայց ասում են լավ է, ոչինչ։ Կամ 3 դեղ են նշանակում։ Էսա 5 տարի է տենց եմ, դա ինչ է եղել։ 3 դեղ են նշանակում, մեկը խմում գալիս է, ասում են օգուտ չտվեց։ Գլխավոր բժիշկ աշխատելու ժամանակ մի անգամ 84 թե 85 թվականի հիվանդության հետ ցանկը թերթել եմ հիվանդությունների։ 84 թվականին ամբողջ Ղարաբաղի Հանրապետությունում ընդամենը եղել է 6 ինսուլտի դեպք։ Այնքան ուշադիր էին իրենց առողջության հանդեպ։ 6 ինսուլտի դեպք ա եղել։ Հիմա երևի թե ամեն շաբաթ այդքան լինում։ Ուզում եմ հասկանալ օրինակ Արցախի էկոլոգիան մեզ ավելի շատ օգնում է թե վնասում է։ Մի կողմից ասում ենք վնասը կա, մի կողմից օգուտ կա։ Օգուտը որն է, որ ասենք մեզ ունենք բնություն ենք։ Մենք ունենք մաքուր օդ, մենք ունենք ծանր արդյունաբերություն, ես իմ կեղտոտվածություն, որ ասենք տրայնցամերի հիվանդությունների աճը, թոքային հիվանդությունների, ոնկոլոգիական հիվանդությունների աճը մեզ էդի օգնում է, մեզ այդ բնությունը, էդի մեր երևի թե նվերն է բնության կողմից։ Էլի մնում է մենք հետևողական լինենք եւ արդյունավետ օգտվենք այդ բնությունից։ Իսկ բացասական կողմերը։ Ջրով պայմանավորված։ Այո։ Քարային հիվանդությունները, երիկամային հիվանդությունները ունենք, մենք այդ ունենք բնության կողմից այդ ճակերտները մեզ նվերել։ Я бы хотела другое отметить. Если есть, каждый человек знает там в генетике у него что есть, генетически, что, чем болела бабушка, дедушка и так далее. Если человек знает о том, что у него, какая у него наследственность, я думаю, очень глупо, вот у нас очень часто на это не обращают внимания. Пока дана час, ну вот скоренько говорится, пока не стала вспоминать, да, вот у моей бабушки тоже так было, или что тот же сахарный диабет, та же гипертония и много других наследственных заболеваний,
с почками связанные, с сердечно-сосудистой системой связанные. Если знаешь свою генетику, надо обследоваться чаще. Ընտանեկան քարտ փաստորեն Գերդաստանի քարտել է պետք երևի պահել։ Գերդաստանի քարտը այդ բանն է, ընտանեկան բժշկի գաղափարն է, որ պետք է իրագործվի, դա անպայման պետք է իրագործվի։ Եվ մեկ էլ երևի բավականական բժշկություն։ Ճիշտ է, երևի մեր բարակը մի քիչ դժվար է ներդնել այդ մեխանիզմները ներդնել։ Չնայած Երևանում արդեն կա գործում է ֆիրմաներ կան, բայց նույն Ղարաբաղցիք ես ապահովագրվում են Երևանում, հիվանդանոցներում, տենց դեպքեր շատ գիտեմ, որ ապահովագրված են Երևանի կլինիկաներում են ապահովագրված։ Հա, բայց մինչև Երևան հասնելը կարող է ուշ լինել արդեն։ Այնա, այսինքն բաներ կա, եթե այդտեղ չի արվում, կոնկրետ հիվանդությունների ցանկ կա, պաթոլոգիաների ցանկ կա, բացառություններ կան, հա։ Բայց երևի թե հələ նախընտրում են գնալ Հայաստանի Հանրապետություն։ Դա երևի հին հիվանդանոցի խնդիրն է, բայց այս տարիների ընթացքում, հատկապես վերջին մի քանի տարին, մեր բժիշկներն էլ ապացուցեցին, որ շատ բարդ հարցեր իրենք էլ են տեղում, շատ էլ որակով կարող են լուծել։ Մեր բժիշկները լեզվով չեն կարող համոզեն հիվանդին։ Քաղցր լեզուն չունեն մեր բժիշկները, ամենամեծ բանը է դա։ Չեն կարողանում մենք մեր հիվանդների հետ այդ կոնտակտի մեջ մտնենք, այդ հոգեբանական բանը չկա։ Անկեղծ ասած, ես մեր բժիշկների մասին շատ լավ կարծիք ունեմ, դրա համար կարող եմ ժամերով վիճել, որովհետև հարկ եղած դեպքում եւ ուշադիր են եւ կարող են համոզել։ Խոսքը չի վերաբերում բոլորին։ Երևի թե երիտասարդությունը, հիմիկվա երիտասարդությունը, երիտասարդ այս բժիշկների այս սերունդը, երևի արդեն հակված են, արդեն իրենք զգացել են այդ, եթե հիվանդի հետ կոնտակտ չկա, հիվանդը պետք է վստահի բժշկին, չի վստահի, եթե այդ կոնտակտը չկա։ Наши врачи внимательные, очень внимательные. Вот в частности, в роддоме я работаю, к любому обращающемуся очень большое внимание уделяется. А наши врачи могут конкретно, по сути, все, что нужно, все обследования сделать, профессионализм просто свой. Некоторые это понимают, некоторые думают, что это неправильно. Ուզում եմ նորից խոսել մեր ապրելակերպից, առողջ ապրելակերպից, հատկապես պատանիներ, երիտասարդներ, մենք իսկապես ամեն ինչ անում ենք, որ մեր առողջությունը փչացնենք, ու դա հետո մեր հաջորդ սերնդի վրա որքանով է անդրադառնում, այդ դրա Այդուք ամենաառաջինն եք տեսնում մեր երեխաներին։ Մեր սխալ ապրելակերպի արդյունքում ինչպիսի խնդիրներ կարող են լինել երեխաների մոտ։ Ну, в первую очередь, я хочу сказать, мама, если сама нездоровая, она не в состоянии родить здорового ребенка. Все идет оттуда. И папа, в частности, тоже. Ведь папа свои гены накладывает на этого ребенка, мама вынашивает, но все это вместе. Поэтому, может быть, во многих странах уже принято давным-давно, что перед тем, как стать мамами, папами, родителями, пара обследуется. Обследуется, если выявляются патологии, устраняются эти проблемы. Потом женщина беременеет, вынашивает под наблюдением этого ребенка и рожает здорового ребенка. У нас, к сожалению, очень редко у населения есть такое понимание этой проблемы. Некоторые бабушки могут сказать, не надо так часто ходить беременной женщине к гинекологу, что ты без конца сдаешь эти анализы, вот УЗИ часто, это очень вредно и так далее, и так далее. Ну, я думаю, сейчас люди более информированные, чем, скажем, даже 10-15 лет назад. Есть тот же интернет. И есть моменты, когда женщина должна понимать, что она сама должна быть здоровой. И не относиться к своему здоровью спустя рукава, так как получится на обум. Ну, родит. Ну, не знаю, приходят женщины с такими соматическими проблемами, и удивляешься, ну, не жалеет ни себя, ни ребенка. Մոր եւ անկան առողջության պահպանման կենտրոնը ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ է կազմակերպում։ Но у нас есть, конечно, консультация женская, которая очень хорошо работает. У нас есть определенные стандарты, которые должна женщина пройти во время беременности. Если к нам обращается женщина, готовая пройти обследование до того, как она забеременеет, это только приветствуется нашими гинекологами. И они дают им направление, какие анализы сдать, какое обследование пройти.
все это делается, было бы желание. Բայց եթե մենք զանց յուրաքանչյուրը հասարակությունը քաղաքացին գիտակցի, որ նույնիսկ եթե վճարովի է, վճարենք, սակայն լինենք առողջ։ Ու եթե դու կասկածում ես, որ այ պապիկս մահացել է քաղցկեղից, ես լավ եմ ինձ զգում, բայց ստուգեք բժիշկը միայն կուրախանա, որ դու այդպիսի հարցով դիմել ես։ Հիվանդանոց ընդունվող հիվանդների 90%-ը ընդունում է պետպատվերով։ 5% հիվանդների 5%-ը։ Ես ասում եմ մի քանի տարի առաջ բաների մասում, ստատիստիկ բանտվյալների մասում 5%, նույնպես 5-ից 6%-ը եւ առողջապահության նախարարության եւ հիվանդանոցի տնօրինության բանով նամակով ուղարկվում է էլի պետպատվերի շրջանակներին բուժվելու համար։ Մնում է 5%, բնակչության 5%-ը, որոնք վճարով են, որ հետ է միջև 17 տարեկան երեխեք, 18 տարեկան երեխեքը մանկական անվճար են, առաջին, երկրորդ, ունենք մենք երևի այդքան սոցիալական խավեր օգտվող, պետպատվերի շրջանակներից օգտվող, ոչ մի պետություն չկա։ Այո։ Չկա։ Մենք ունենք ընդամենը 5% բնակչություն, որ վճարով է։ Եվ նախնական հետազոտություններն էլ ընդհանրապես կոպեկներ արժե։ Եթե հաշվենք իրենց այդ առողջական վիճակները, եթե հաշվենք, որ կարող է այդ հիվանդանոցը ինչքան փող ծախսի, մարդը ինչքան փող ծախսի։ Այդ հետազոտությունները կոպեկներ արժեն, ընդհանրապես կոպեկներ արժեն։ Ես զարմանում եմ, որ մարդիկ այդ կոպեկները չեն ուզում, խնայում են, բայց հետո այդ կոպեկները կարող է 100,000-ներով ծախսել վտանգավոր երևույթ է։ Միշտ թողում են հաջորդ օրվան, միգուցե չգնան։ Նույն ատամի նման, կարեսը բուժելը ենթադրենք 5,000 է, բայց արդեն շապիկը 25,000 է։ Բայց մենք սպասում ենք Միջև ատամը հանենք, միջև տեղը մի հատ ուրիշ բան դնենք, մեկ էլ իմպլանտ դնենք։ Գիտեք, միջև անցյալ դարի 70-ական թվականները մարդկանց թվում էր, թե առողջ ապրելակերպը դա միայն ու միայն ֆիզիկական առողջությունն է։ Ցավեր չունենալը դեռ չի նշանակում, որ առողջ ես։ Հələ չի նշանակում, թե առողջ ես։ Մարդկանց այդ բարոյահոգեբանական վիճակը, որից կախված ահագին բան է կախված, դու կարող ես ֆիզիկապես առողջ լինես, ընդհանրապես ֆիզիկապես առողջ լինես, բայց հոգեկանից այնքան խնդիրներ ունենաս, որ ընդհանրապես դու իրավունք չունենաս առողջ կոչվելու։ Այդ համադրումն է ֆիզիկականի եւ հոգեկանի համադրումն է, որը բերում է իսկական առողջ ապրելակերպի։ Դա էլ մի շարք գործոններից է կախված։ Մի շարք գործոններից է կախված եւ սոցիալ-տնտեսական եւ սնվելը, էլեմենտար սնվելը, էլեմենտար ջուր օգտագործելու այդ կուլտուրան չունենք, էլեմենտար խմելու կուլտուրան չունենք։ Աղեստամոքսային տրակտի ահագին հիվանդություններ կախված է վատ սնվելուց։ Մենք չգիտենք այդ մեր մենյուում ասես ինչ պիտի ուտենք մոտորապես, ինչ վիտամինների քանակ պիտի լինի, ու ինչ քանակությամբ, ինչ բջջանյութ պիտի լինի, ինչ քանակությամբ պիտի ուտենք։ Հա, չունենք էլ այդ երևի այդ էլ պիտի հաղորդումներ պիտի տարվի, այդ ուղղությամբ եմ ասում հաղորդումներ պիտի տարվի։ Կուզենենք նաև հանձնաժողովի մասին խոսեինք։ Ասեմ, հանձնաժողովի կազմը չեք պատկերացնի ինչքան սրտացավ մարդիկ են գրկված այդ հանձնաժողովում, որ օր 24 ժամ պատրաստ են մարդկանց եւ ընդունել եւ օգնություն եւ ասենք կոնսուլտացիաներ ուղղորդել մարդկանց, ասել կամ զանգել, գնալ, հիվանդություններ կան, որոնք ասեմ, sense ասեմ, էլի կարող այդ հիվանդությունից, Ղարաբաղ հիվանդությունից մի հոգի կամ երկու հոգի լինել, sense հիվանդություններ կան, հիվանդներ ունենք, որոնց մասին պիտի հոգ տարվի։ Պետական ծրագրը մշակելու տեսակետից Հայաստանի Հանրապետության հետ միայն իրավական դաշտում են գտնում, բայց Հայաստանի առողջապահական համակարգը, սոցիալական համակարգը ընդհանրապես ուրիշ տեղ աշխատում, մենք ուրիշ տեղ։ Հայաստանի Հանրապետությունում առողջապահությունը հիմնականում 99% մասնավոր է։ Ամեն հիվանդանոց իր ստանդարտները ունի, իր մոտեցումները ունի, իր գները ունի, իր բժիշկները ունի ու տարբերում է մեզից ընդհանրապես։ Ժամանակն եկամարտի ժամանակը անցել են, որպեսզի մեր այս փոքր հանրապետության համար, այդ 50,000 բնակչության համար մի հատ կոնցեպցիա մշակվի ու իմանանք թե մեր առողջապահությունը ուր է գնում։ Մենք ասում ենք, լուծում ենք առօրյա հարցերը։ Ընդհանրապես օգնենք մարդկանց, իրենց հոգսերը թեթևացնենք։ Դե վերջնական նպատակը բոլորինս էլ մեկն է առողջ հասարակություն ունենալը, որը ավելի արդյունավետ կգործի նույն երկրի համար, նույն ինքը իր համար այդ հասարակությունը։ Ցավոք սրտի մեզ հատկացված ժամանակը սպառվում է, բժիշկներից խորհուրդ։ Ես կցանկանայի մեր հիվանդները, մեր ընդհանրապես բնակչությունը իրենց առողջության նկատմամբ մի քիչ ավելի
ուշադիր լինեն, Պատասխանատու։ մի քիչ պատասխանատու լինեն։ Մտածեմ, որ իրենց առողջությունը մենակ իրենցը չի, իրենց երեխաներինն է, իրենց թորներինն է, իրենց ծորներինն է, որ իրենց չի պատկանում այդ իրենց առողջությունը։ Մի քիչ ուշադիր վերաբերենք մեր առողջության նկատմամբ։ Շնորհակալություն։ Իսկ ես կուզենայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին ազնուրած աշխատանքի համար։ Երբ չկա առողջություն, իմաստությունը լռում է։ Արվեստը չի կարող ծաղկել։ Հարստությունն անպետք է, բանականությունն անզոր։ Առողջ եղեք։ Ցտեսություն։